Ֆայթոն նստած կանցնեմ նորից Իմ անկության հին թաղերով Սիրտս լծված քո կարոտից Լծված սիրո տաղերով Սիրելի հայրենակիցներ, ես Տաշիրցի եմ և բոլորիդ հրավիրում եմ իմ ծննդավայր Տաշիր աշխարհ Սուպրեմ պարած առաջվապես Մորացված ժամ պատարակ Շախով շուխով կև կանեմ ես Տաշիր քաղաք հարգիստակ Չբացահայտված Հայաստան հաղորդաշարի կարևոր կանգառներից է Լոռու մարզի Տաշիր քաղաքը։ Շուրջ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում 100 հազարավոր մարդկանցից քչերը գիտեն, որ յուրաքանչյուր ընտանիք ամեն օր գոնե մեկ անգամ իր սնունդում օգտագործում է Տաշիրի պանիրը։ Այս քաղաքը իր ալպիական դաշտերով և բարձրադիր լեռնաշխարհով եղել է և մնում է պանրի հայրենիքը։ Բայց մենք Տաշիրը կբացահայտենք իր զբոսաշրջային գրավչությամբ, հանուն, որի շատերը ճանապարհ կընկնեն դեպի Հայաստան հյուսիս։ Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը մեզ հետ առանձնազրույցում բացահայտեց մի քանի կարևոր գաղտնիք, որոնց հետքերով էլ պետք է գնայինք բացահայտելու քաղաքի առեղծվածը։ Մինչ այդ, սիրո խոստովանություն սիրելի քաղաքին տան տիրոջից։ Տաշիրը սիրել է։ Տաշիրին վերաբերվել որպես մեծ ընտանիքի։ Տաշիրցու հյուրասիրությունը, Տաշիրցու ջերմությունը, Տաշիրցու խառնվածքը, Տաշիրցու տեսակը, Տաշիրցու մարդասիրությունը, Տաշիրցու հյուրասեր լինելը, այնուհետև Տաշիրի գողտրիկ գեղեցկությունը։ Հենց Տաշիրի բոլոր անկյունները իմ համար հաճելի են։ Վերջերս Հայաստանը Տաշիրի մասին շատ լսեց, երբ բոլորը սկսեցին խոսել Կարմիր գրքում հայտնված սպիտակ ջրաշուշաների մասին, որոնք տարածաշրջանում միայն Տաշիրում կան և շատերն են այստեղ գալիս տեսնելու ոչ միայն բնության հրաշքը, նաև մասնակցելու տարատեսակ փառատոնների։ Սուպրեմ պարած առաջվապես Մորացված ժամ պատարակ Շախով շուխով կև կանեմ ես Տաշիր քաղաք հարգիստակ Թող որ երեքեմ ու սիրտս լավ Կսլանամ գիշերով ու կլացվի ահագմաս իմ անկության հուշերով Ֆայթոն նստած կանցնեմ նորից իմ անկության հին թաղերով Սիրտս լծված քո կարոտից լծված ոսկե տաղերով Սիրտս լծված քո կարոտից լծված ոսկե տաղերով Այս
այստեղ տարիներ շարունակ կողքի ապրել են հայերը, ռուսները, եզդիները, քրդերը, իրենց ազգային առանձնահատկություններով Տաշիրը դարձնելով խառնամշակութային քաղաք։ Տաշիրը ավելի շատ հետաքրքիր է այն մարդկանց համար, ովքեր սիրում են բնությունը, բնության գեղեցկությունը, ինչը հեռու է պահում մարդկանց ընդհանուր աշխարհի խառնաշփոթից եւ աղմուկից։ Տաշիրը ինքը ես կհամարեմ դեռևս չբացահայտված, որտեղ մենք ունենք իսկապես շատ գեղեցիկ վայրեր, որոնք բացահայտելու, ցույց տալու կարիք ունեն։ Տաշիրի համայնքում կան բնակավայրեր, որտեղ ռուսական եկեղեցիներ կան, որոնք դեռևս պահպանված են եւ նույնիսկ գործում են։ Տաշիրը տարիներ առաջ փոքր քաղաքից վերածվեց մեծ խոշորացված համայնքի, որի հիմնական գրավչություններից է նաև գյուղական կոլորիտը եւ իմաստուն մեծահասակների հյուրընկալությունը, որոնք ձեզ շատ բան կպատմեն Տաշիրի մասին։ Նրանք սակայն չեն հաշտվում ժամանակակից անվանափոխումների հետ։ Տաշիրը շատ չբացահայտված կողմեր ունի։ Դա հիմնականում Շահնազար գյուղի ներկայիս Մեծավան, չեմ ընդունում Մեծավան գյուղը։ Իմ անունը Պարքև է։ Եթե ես դառել եմ 76 տարեկան, 5 տարեկան, ու ինձ ուրիշ անունով կոչեն չի ստացվում։ Գյուղական կոլորիտի ամենատպավորիչ բնակավայրը Տաշիրի շրջանի Լեռնահովիտ գյուղն է, որը Հայաստանում ամենազարգացած եւ առաջադեմ համայնքն է։ Լեռնահովիտ Ղարաքիլիսա գյուղ կար, դրանց բնությունն ուրիշ էր։ Այստեղ վերանորոգված են բոլոր տները, տանիքները միանման են եւ միակ գյուղն է, որտեղ կա գործող մշակույթի կենտրոն եւ շատրվաններով այգի։ Այսպիսի բարեկեցիկ, այսպիսի հարմար գեղեցիկ գյուղ չկա։ Չնայած գյուղի արագընթաց զարգացմանը, այստեղ հայապահպանությունը առաջնային է։ Ու կլացվի ահադմած Հիմանկության ուշերով Հյուրերը առանց լավա շուհաց թխելու չեն կարող հեռանալ։ Տաշիրում շատ զարգացած է տնտեսությունը։ Այստեղ բազմաթիվ են փոքր եւ միջին բիզնեսները, որոնք զբաղվում են արտադրությամբ։ Սակայն ամենատպավորիչը ամպեր մալուխների գործարանն է, որը Հայաստանում եւ ԽՍՀՄ տարածքում միակն է։ Տաշիրը այն բացառիկ համայնքներից է, որ ունի ոչ թե վերավաճառող, այլ արտադրող տնտեսություն։ Իսկ հիմա չբացահայտված Հայաստանի գլխավոր բացահայտումը։ Առաջվա պես մորացված պատարակ Շախով շուխով կև կանեմ ես Ճանապարհը մեզ տանում է Աստծոց հրաշք խնդրողների համար ամենաազդեցիկ ուխտատեղին։ Խոսքը կարճադոշ պլրի մասին է, որի վրա մեր նախնիները նախ գտել են ճգնարան և քրիստոնեական հինավուրց գերեզման։ Ըստ լորեցի ականատեսների բլրի վրա սուրբ լույս էր իջնում, որին էլ հաջորդում էր ուխտի եկածների խնդրանքի կատարումը Աստծո հրաշքով։
ավելի վաղ հայտնի Կարապետյան ընտանիքը ճգնարանի հարևանությամբ կառուցեց Սուրբ Սարգիս աղոթատեղին եւ ըստ տեղաբնակների նրանց համար եւս դարձավ Աստծո հրաշքի հանգրվան։ Հիմա ամենակարևոր գաղտնիքը ըստ լեգենդի։ Եթե ճգնարանի հատակից, տարածքից վերցված փոքր քարի կտորը հինավուրց խաչքարին սեղմած վերև բարձրացնենք եւ քարը չընկնի, ուրեմն իրազանքը կկատարվի։ Կարևոր է սակայն, որ այդ ընթացքում Աստծուն պատմեք ձեր անիրական թվացող ցանկության մասին։ Դիվեք սա էլ իրեն խորհուրդ ունի։ Ասենք ինչ որ բան մտապահում եք, նպատակ ունեք, բարձրացնում եք վերև ու սեղմում եք։ Եթե կբա, ուրեմն ձեր նպատակը կկատարվի։ Փորձեմ։ Փորձիր, բայց մտքներում մի բան պահեք։ Որը բանայի, հա, դե սա է սովորաբար։ Կապնող։ Հա։ Սեղմած։ Դե ինչ, հիմա գիտեք, թե որտեղ են կատարվում Աստծո հրաշքները։ Եկեք բացահայտելու չբացահայտված Հայաստանը, այս դեպքում Տաշիրի տարածաշրջանը, որը իր առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիներով ինքնին հրաշք է։ Այդում նստած կանցնեմ նորից Իմ անկության հին թաղերով Սիրտս լծված քո կարոտից Լծված ոսկե տաղերով Սիրտս լծված քո կարոտից Լծված ոսկե տաղերով Իմ ֆայթոնս երկիր ստարան Լծված կարոտ սատիս մեջ Հերուներից սրտիս թափով Կգամ նորից դեպի